որպեսզի կարողանանք շինարարության որակի ապահովումը ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնենք, մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, եվրոպական շատ երկրներում գործում է շինարարության որակի ապահովման ինստիտուցիոնալ թվային հարթակ, որի գործիքակազմով ինստիտուցիոնալ կերպով ապահովում է տվյալ երկրներում շինարարության որակը։ Հիմա մենք ընտրել ենք լավագույն այդ ծրագրերից երկուսը եւ այս պահին ուսումնասիրում ենք եւ մեր առջեւ խնդիր ենք դրել, որ 26 թվականի ընթացքում կտեղայնացնենք այդ ծրագրերը Հայաստանի Հանրապետությունում, որը գրեթե կբացառի իր ինստիտուցիոնալ կառուցվածքով եւ հակակշիռների մեխանիզմով, գրեթե կբացառի անորակ շինարարության իրականացումը կամ շուտ կբացահայտի անորակ շինարարության երևույթները, եթե դրանք տեղի կունենան։ Սրանց մասին էլ առավել մանրամասը տեղադրելուց, տեղայնացնելուց առաջ կհրավիրենք եւ ձեզ կծանոթացնենք։ Երկրորդ կտորը ինչի շնորհիվ եվրոպական շատ երկրներում ապահովում է շինարարության որակը, դա կազմակերպությունների լիցենզավորումն ու վարկանիշավորումն է։ Մենք հաստատել ենք վարկանիշավորման կարգը, սահմանել ենք 4 մակարդակի վարկանիշ, ցածր վարկանիշ, միջին վարկանիշ, բարձր վարկանիշ եւ բարձրագույն վարկանիշ, բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք քաղաքաշինության ոլորտում իրականացնում են ծառայություն։ Դա շինարարական կազմակերպություններն են, նախագծային կազմակերպություններն են, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններն են, նախագծերի փորձաքննություն իրականացնող կազմակերպություններն են եւ առաջիկայում կառավարության քննարկմանն ու հաստատմանը կներկայացնենք այս վարկանիշավորման արդյունքում կազմակերպությունների վրա կիրառվող սահմանափակումների կամ խրախուսման մեխանիզմների մասին որոշման նախագիծ եւ ինչքան կազմակերպության վարկանիշը բարձր լինի, այնքան նրա նկատմամբ կգործեն արտոնություններ։ Իդեպ ուզում եմ ասեմ, որ այս վարկանիշը ձևավորվելու է ինքնաշխատ եղանակով, բոլորը տեսնելու են բոլորի վարկանիշը, մարդկային գործոնը վերված է նվազագույն մակարդակի, մի քանի գործոններ նշեմ, որոնք կձևավորեն կազմակերպությունների վարկանիշը, օրինակ պետության հետ պատշաճ հարաբերվելու վարքագիծ դրսևորումը կամ ֆինանսական հաստատությունների, ինչ նկատի ունեմ, ժամանակին հարկերը եւ այլ պարտադիր վճարներ ժամանակին վճարելը ազդելու է վարկանիշի վրա։ Ֆինանսական հաստատությունների, բանկերի, այլ ֆինանսական կառույցների հետ պատշաճ հարաբերվելու վարքագիծը ձևավորելու է ինքնաշխատ եղանակով, ձևավորելու է կազմակերպության վարկանիշը։ Նախկինում կատարված աշխատանքների պատշաճ որակով եւ ժամանակին կատարումը ձևավորելու է, որը թվային հարթակի միջոցով միանգամից գալու է եւ այսպես կուտակվելու են ու ձևավորվելու է կազմակերպությունների վարկանիշը եւ մենք մտածում ենք այն ուղղությամբ եւ որոշման նախագիծն էլ կազմել ենք այդ ուղղությամբ, որ ցածր վարկանիշ ունեցող կազմակերպություններին կամ միջին վարկանիշ ունեցող կազմակերպություններին ուղղակի շեմ ենք սահմանելու եւ ասելու ենք, որ այս շեմից բարձր գնումների ընթացակարգերին կամ ծառայությունների մատուցմանը շինարարության ոլորտում նրանք չեն կարողանա մասնակցել։ Եվ հակառակը այն կազմակերպությունները, որոնք ունենան միջինից բարձր վարկանիշ, նրանց նկատմամբ կկիրառվի խրախուսական միջոցառումներ, օրինակ բանկային երաշխիք տրամադրելու պահանջը կվերացնենք, նրանց նկատմամբ կիրառենք այլ խրախուսական մեխանիզմներ, հնարավորություն կընձեռնենք մի քանի օբյեկտներ ունենալ, իսկ ցածր վարկանիշ ունեցողի դեպքում ուղղակի հնարավորություն չի ունենա, օրինակ մեկից ավել օբյեկտներ շինարարական վերցնելու։ Ես մեխանիզմները հիմա մանրամասներին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ որոշման նախագիծը մշակված է, բայց դեռ կառավարությունում քննարկված եւ հաստատված չի,
երբ որ կհաստատվի, դա ամենայն մանրամասնությամբ կպարզաբանենք։ Հաջորդ այո, առաջիկայում հավանաբար փետրվար ամսին ես կարծում եմ դա կներկայացնենք քննարկման եւ հաստատման։ Հաջորդ վերջին ուղղությունը, ինչի մասին կուզեմ խոսել, դա բնակարանային ֆոնդի կառավարման եւ զարգացման ծրագրերն են։ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքի համապատասխան փոփոխությունները եւ լրացումները, որոնցով մի շարք հստակեցումներ են տրվել ոլորտում, մի քանիսը թվարկեմ, օրինակ կառուցապատողների նկատմամբ պարտադիր պահանջ է սահմանվել, որ նրանք մինչև սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ձևավորումը, նրանք պարտավոր են կառավարումը, շահագործումը պատշաճ ապահովել, բոլոր փաստաթղթերը հանձնել կառավարման մարմնին եւ իրենք են պատասխանատվություն կրելու պատշաճ ուրեմն շահագործման համար մինչև այն պահը, երբ որ կձևավորվի սեփականատերերի կողմից կառավարման մարմինը։ Շատ կարևոր կարգավորման մասին կուզեմ խոսել, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել, կառուցապատողը չի կարող մեջբերեմ, օրենքից առանձնացնել եւ օտարել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող մուտքերը, աշճանավանդակները, վերելակները, սարքավորումները, դրանց տարածքները եւ այլն, ինչպես շենքի կառուցման ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Իսկ ընդհանուր բաժնային գույքի բաժնեմասի նվազեցումը կարող է իրականացվել միայն այդ պահին գնման իրավունք կամ սեփականության իրավունքով ձեռք բերած անձանց գրավոր համաձայնությամբ։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ եթե կառուցապատողը բաց օֆերտայի ընթացքում ասել է, որ 3000 օրինակ քառակուսի մետր տարածքի վրա շենք եմ կառուցելու իր բարեկարգ բակով, հարմարություններով, այս 3000 քառակուսի մետրը ոչ շինարարության ընթացքում, ոչ էլ շինարարությունից հետո այլևս չի կարող դառնալ օրինակ 2500 քառակուսի մետր նվազեցվել, քանի որ նա ընդհանուր բաժնային սեփականություն է հանդիսանում բոլոր բնակիչների համար եւ կարող է մի բացառիկ դեպքում, եթե բոլոր բնակիչները, ինչը կարծում եմ տեսականորեն հնարավոր չի, եւ բոլոր բնակիչները հնարավորություն տան այդ մասնաբաժնով իրենց մասնաբաժինը փոքրացնել։ Հաջորդ ուղղությունը, որը օրենքի փոփոխությամբ արդեն իսկ ուժի մեջ է մտել նախորդ տարվա հունիսից, դա բազմաբնակարան շենքերի կառավարիչներին ներկայացվող որակական պահանջներն են։ Հիմա մենք նախաձեռնել ենք եւ առաջիկայում կմեկնարկի կառավարիչների, այս պահին գործող կառավարիչների կամ դրա բիզնեսով զբաղվել ցանկացողների վերապատրաստման դասընթացներ։ Վերապատրաստման դասընթացներից հետո կառավարիչները կամ պոտենցիալ, ովքեր որ ցանկանում են դառնալ կառավարիչ, կանձնեն համապատասխան քննություններ, ունենան այն պատշաճ գիտելիքները, որը հնարավորություն կտա որակով շահագործել, կառավարել մեր բնակարանային ֆոնդը, հետագայում կստեղծվի կառավարիչների ռեեստր, որից արդեն սեփականատերերը իրենք կընտրեն, թե մտնելով կառավարիչների ռեեստրի մեջ, որոնք ունեն համապատասխան որակավորում, իրենք կընտրեն, թե ում են նախընտրում վստահել իրենց բնակելի շենքի կառավարումն ու շահագործումը։ Իհարկե, այս ամբողջ շղթան մինչև վերջ կարգավորելու համար մենք ազգային ժողովի падգամավորների հետ համատեղ նախաձեռնել ենք բազմաբնակարան շենքերի կառավարման մասին նոր օրենքի նախագիծը, որը արդեն իսկ ամբողջությամբ մշակվել է, քննարկվել է, այդ թվում նաև տարբեր հարթակներում եւ ազգային ժողովում, այս տարի կներկայացնենք դա ազգային ժողով, որ падգամավորների հետ, որպես падգամավորական նախաձեռնություն եւ ամբողջ շղթան ըստ էության օրենսդրական մակարդակում կարգավորված կլինի
եւ կունենանք մեր կարծիքով կունենանք պատշաճ կառավարման մակարդակ այս կարգավորումներից հետո։ Երևի թե այսքանով սահմանափակվեմ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։